Բարև ընկերներ, ես Անդրանիկն եմ, դուք գտնում եք Crypto.am YouTube կանալիքում, այսօր կանենք Bitcoin-ի գլոբալ անալիզ։ Ասեմ, որ վերջին անգամ Bitcoin-ի վերլուծություն գլոբալ արել եմ այս սահմաններում, երբ որ Bitcoin-ը 67-68 հազարի սահմաններում էր։ Այս վերլուծությունը նույնպես կախված էր տեխնիկական անալիզով, նաև Polymarket-ում մարդկության բազմության գնահատականներով, որ Trump-ը կընտրվի, կգնա հետ սպիտակ տուն, եւ դա կանաչ լույս վառեց կրիպտոյի համար եւ այդպես է եղավ Bitcoin-ը հասավ մինչեւ 110,000 եւ գնաց կոռեկցիայի։ Ինչ ունենք մենք հիմա, այս վերջերս Bitcoin-ը Իրան-Իսրայել հակամարտության պատճառով կոռեկցիա եղավ 110,000-ից մինչեւ 102,600 դոլար, ընդհանուր առմամբ 7%։ Կոռեկցիայից հետո RSI ինդիկատորի վրա մենք տեսնում ենք ձիվեր 4 ժամանոց time frame-ում, որը խոսում է գնորդների ուժգնության մասին, բիկերի մասին։ Տեխնիկական պատկերով ես տեսնում եմ շատ պարզ W pattern-ը, եկեք ցույց տամ դա, սա է ժողովուրդ ջան, W։ Նույնիսկ ես կասեի երկակի W, վերևի հատվածում տեսնում ենք շորթողների շատ հասկանալի ստոպ պոզիցիաներ, որը գտնվում է 111,000-ի եւ 112,000-ի սահմաններում։ Bitcoin-ի լիկվիդացիաների քարտեզի վրա տեսնում ենք, որ այնտեղ հավաքված են պատմության մեջ ամենաշատ լիկվիդացիաները, մոտավորապես 1 միլիարդ դոլարի։ Երբ որ լոգիկով ենք նայում, իրոք, երբ որ Իրան-Իսրայել հակամարտությունը չտարավ Bitcoin-ի գլոբալ կոռեկցիայի, դա խոսում է գնորդների ուժգնության մասին, այսինքն նայում ենք Bitcoin-ը միայն դեպի վերև։ Իսկ մինչև ուր կարող է հասնել Bitcoin-ը, եկեք ցույց տամ իմացած։ Ջնջենք բոլոր այս գծանշումները։ W pattern-ի ամենատակի հատվածից մինչև վերևի հատված գիծ ենք քաշում հորիզոնական դեպի վերև, դա մինչև 110,000-ն է։ Իսկ հիմա հորիզոնական գիծ եւ դնում ենք տակի վերտիկալ գիծը հորիզոնականի վրա։ Դա բերում է մեզ դեպի 121,000 դոլար, 120,000 դոլար, եկեք կլորացնենք 120,000 դոլարին։ Այստեղ եմ ես սպասում Bitcoin-ի։ Մի քանի օր շաբաթ հետո կբացենք Bitcoin-ի գրաֆիկը ու կնայենք, տեսնենք հասել է Bitcoin-ը ըստ իմ անալիտիկայի 120,000 թե ոչ։ Իսկ որպեսզի բաց չթողնես բոլոր անալիտիկաները, լուրերը կրիպտո աշխարհի հետ կապված, բաժանորդագրվիր Crypto.am-ի YouTube-յան, Telegram-յան եւ TikTok-յան ալիքներին։ Հավանեք այս հոլովակը ձեր լայքերով, եթե իրոք ձեզ դուր եկավ, կտեսնվենք։ Մի շնորհ հանդիպում։